Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ռաֆ, ես անընդհատ մտածում եմ նրա մասին, թե ինչ ես դու ինձ օգնում։ Ու ես եմ քեզ հարցնում։ Կարողա ոչ թե դու ես ինձ օգնում, այլ ես եմ քեզ օգնում։ Կարողա դու ինչ-որ բան ես թաքցնում։ Օրինակ, ինչ։ Չգիտեմ, իմ համար տարօրինակ է այս քո պահվածքը։ Սոֆիա ջան, ինչ ես ուզում։ Եթե ուզում ես, ես կարամ ընդհանրապես չգամ ու չզանգեմ քեզ։ Ու դու էլ չես մտածի, որ ինչ-որ օգուտ ունեմ քեզնից։ Ես ինչ քեզնից թաքցրել եմ, հա, որ ուզում եմ Դավիթը պատժվի։ Չեմ թաքցրել։ Հակառակը։ Ասել եմ, որ երկուսս էլ նույն բանն ենք ուզում, որ Դավիթը հանկարծ չխուսափի պատասխանատվությունից։ Ու դրա համար հա ես պատրաստ եմ, եթե պետք լինի նույնիսկ խաղալ։ Դեմ ես։ Չէ։ Էլի եմ ասում, եթե ուզում ես, ես կարամ քեզ ընդհանրապես հանգիստ թողեմ։ Լավ, մենք արդեն գնանք մնացած հարցերով, հետո խոսենք։ Իսկ չենք թեյելուն նոր գնանք։ Ուշ է արդեն։ Ուշ չի։ Մինչև մաման թեյ կպատրաստի, ես ու Դավիթն էլ կխոսենք։ Առանձնանալեիք, ուզում այդպես էլ ասեիք, էլի։ Աբուլ։ Տղուս չնեղացնեք։ Ինչ զգում եք էլ ասում է։ Լրիվ հոր կտորն է։ Շատ է մեկ-մեկ առանց հասկանալու խոսում։ Էդի դեպ իր վատ բնավորություններից մեկն է։ Դավո։ Լավ չէ։ Երեխեք ջան, ես ձեզ վիճելուց դեռ չէի տեսել։ Հա, էլի։ Ես ինչ վեճա որ փոքր ժամանակ իմանաք ինչքան է ինձ ծեծել։ Հե՞։ Լավ, վերջացրեք, ես գնամ թեյի հետևից։ Դավիթ։ Ինչ նեղվեցիր, նոնա ջան։ Մամ, ինձ համար շատ ծանր է։ Շատ։ Այն փաստը, որ իմ Վահանը ուրիշների հետ կապված ավելի շատ հիշողություն ունի, քան ինձ հետ։ Այդ ուրիշն ով է, Դավիթը։ Ախր Դավիթը իր ընտանիքն է եղել, հիմա էլ իր ընտանիքն է։ Դու դրանից քեզ վատ մի զգա, նոնա ջան։ Համել այդ երեխեն ինչ պետք է հիշի քեզանից, հա։ 2 տարեկան է եղել, որ այդ դեպքը տեղի է ունեցել։ Դու իրան մի մեղադրի։ Չէ, մամ, ես իրան չեմ մեղադրում։ Ես բոլորին եմ մեղադրում։ Ով այդ սկսած Դավիթի մորից վերջացրած։ Ես Դավիթի դեմ ոչինչ չունեմ։ Ուղղակի ինձ համար շատ ծանր է, շատ։ Ես հասկանում եմ քեզ, հասկանում եմ, բայց դե հիմա ոչինչ փոխել չես կարող։ Դու վատ մի տրամադրվի դրա համար։ Ուղղակի հաճույք ստացի, որ ինքը սկսել է իր մասին պատմել, խոսել, վատ չի, չէ։ Դե արի, թեյ պատրաստենք, ես քեզ կօգնեմ։ Մամ, ես այնքան ուրախ եմ։ Դու միակ մարդն ես, ով իմ ցավը նկատեց ու ինձ հասկացավ։ Այդպես մի ասա, բալես, բոլորն էլ զգացի։ Դավիթ, այնքան ուրախ եմ չես պատկերացնի։ Պատկերացնում եմ, ես էլ եմ ահավոր ուրախ, ոնց որ բոլոր խնդիրներից մասին մոռացածն եմ։ Քեզ մի բան եմ ուզում ասել, ավելի ճիշտ խնդրել։ Ուզում եմ մեր հարսանիքի մասին դեռ ոչ ոք չիմանա։ Ինչի։ Դե
Մեկա ճող հարսանիք չենք անելու, փոքրիկ հավաքույթ ա լինելու հարազատներով։ Անենք նոր հետո բոլորը իմանան։ Վախենում ես, Մարիա։ Ինչից ես վախենում, կամ ավելի ճիշտ ումից։ Դավիթ, ես ուզում եմ մեզ ավելորդ խոսակցություններից ու վտանգից հեռու պահել։ Ուզում եմ այդ օրվան հանգիստ սպասենք առանց վախերի։ Ես չեմ վախենում, Մարիա, հասկանում ես։ Ուզում եմ, որ դու էլ չվախենաս։ Շատ մեծ բան եմ խնդրում։ Իմ հանգստության համար չես անի դա։ Դավիթ, ես վերջի դեպքը ինձ հերիք էր զգուշանալու համար։ Չեմ ուզում դու քեզ հիմա վատ զգաս ու անիմաստ բաների համար վիճենք։ Վերջացրու, Մարիա։ Խնդրում եմ քեզ, ինձ շանս տուր այդ օրվան հանգիստ խղճով պատրաստվելու։ Ես գիտեմ, որ դու Ռաֆից չես վախենում, ես էլ չեմ վախենում, բայց ուզում եմ հանգիստ խղճով պատրաստվենք այդ օրվան։ Անհնարը գիտես քեզ մերժել է։ Մենք եկանք։ Լավ արեցիք, նստեք։ Չէ, իրոք արդեն շատ ուշ է։ Մենք գնանք էլի արդեն։ Աբուլ վերջացրեցիր։ Հա։ Լավ, ես դες կճանապարհեմ այդ դեպքում։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր, Աբուլ ջան։ Հաջողություն։ Ոնց որ ամեն ինչ լավ է գնում։ Մնում է դատը մեր սրտով լինի։ Աղբորպես մի հիշացրա էլի Աբուլ։ Այդ դատի մասին, որ հիշում եմ, ներվերս խախտվում է, քիչ ամնում գնամ բոլորին վառը։ Բայց քեզ շատ կարևոր բան պիտի ասեմ, լավ է հիշեցի։ Ասա։ Լիլիթին մեր հարսանիքի մասին ոչ մի բան մի ասա։ Ավելի ճիշտ ընդհանրապես ոչ մեկին մի էլ ասա։ Բայց վաղ թե ուշ բոլորն էլ իմանալու են։ Հա, ուղղակի Մարիան ուզում է հարսանիքից հետո իմանան։ Ռաֆի պահովան մտածում։ Դե հա, չեմ ուզում ուղղակի Մարիային նեղացնեմ։ Դու գիտես, ես այդ Ռաֆից ընդհանրապես չեմ վախենում։ Ուղղակի ուզում եմ, որ Մարիան հանգիստ լինի։ Լավ, հասկացա։ Ոնց ասես, տենց էլ կանենք աղբերես։ Դե արի գնանք տուն։ Տատ ենքան ուրախ եմ։ Ես էլ եմ ուրախ, բոլես։ Ճիշտ է, մի քիչ անհանգիստ եմ, բայց որ տեսնում եմ այդպես ուրախ ես, երջանիկ ես, ամեն ինչ անցնում է։ Ամեն ինչ լավ է լինելու, տատ, այ կտեսնես։ Թող Աստված օրհնի ձեր միությունը, բոլես։ Դուք երևի հայրո աղջիկ խոսելիք ունեք իրար հետ։ Ես գնամ պարկեմ, դուք հանգիստ խոսեք։ Չէ, մամ ջան, դու մեզ չես խանգարում, հանգիստ կարաս մնաս մեր հետ։ Չէ, դուք հանգիստ խոսեք, ես գնամ։ Բալես, ես երկար բարակ չեմ ուզում խոսել, բայց շատ կարևոր բան ունեմ ասելու քեզ։ Ասա, պապ, դու շատ լավ գիտես, որ իմ համար քո կարծիքը ամենակարևորն է։ Ես ուզում եմ վստահ լինեմ, որ դու գիտակցված ես գնացել ես քայլին, մտածված, ամեն ինչ հաշվի առնելով։ Պապ, ես գիտակցում եմ։ Ես վստահ եմ իմ քայլերի մեջ։ Դու գիտակցում ես, չէ, որ հարսանիքից մի քանի օր հետո Դավիթի դատն է լինելու։ Ու ես չգիտեմ, դատարանը ինչ որոշում է կայացնելու։
Ու ես ոչ մի բան չեմ կարող քեզ խոստանալ։ Բայց ուզում եմ, որ դու ինձ խոստանաս, որ ինչ որոշում էլ, որ կայացնի դատարանը, ինչ իրավիճակ էլ, որ լինի, դու չես լացելու, դու չես տառապելու, սիրում սպասելու ես Դավիթին, ինչքան էլ, որ պետք լինի։ Պապ, ես հույս ունեմ, որ մենք դատը շահելու ենք։ Լավի մասին արի հիմա չխոսենք։ Ես ուզում եմ վստահ լինեմ, որ դու գիտակցված ես գնացել այդ քայլին, ամեն ինչ հաշվի առնելով։ Պապ, ես պատրաստ եմ ու կարող եմ։ Գիտակցում եմ իմ բոլոր քայլերը։ Թող Աստված պահի ձեր միությունը, բալես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չեմ հասկանում ինչի համար եք ինձ կանչել։ Հիմա կխոսանք, ամեն ինչ կհասկանանք, ամեն ինչ պարզ կլինի։ Եթե կանչել եք, որ Դավիթի անմեղության մասին խոսեք, ասեմ իմանաք, որ ցանկություն չունեմ լսելու։ Չէ։ Ես ուզում եմ քո վերջին տված ցուցմունքի մասին խոսենք, որտեղ որ դու նշել ես, որ Դավիթը ու Արտակը իրար հետ հաճախ են հանդիպել ու ամեն հանդիպելուց վիճել են։ Ես գիտեմ, թե ինչ ցուցմունք եմ տվել, կարիք չկա հիշեցնելու։ Դու գիտես չէ, որ սխալ ցուցմունք տալու դեպքում դու էլ ես պատասխանատվության ենթարկվելու։ Դու այտենց կոծկում ես ճշմարտությունը ու օգնում ես իսկական հանցագործին։ Իսկ ինչի եք մտածում, որ ես սխալ ցուցմունք եմ տվել։ Իմ բոլոր ասածները ճիշտ են։ Ես տես չեմ կարծում։ Ամեն դեպքում, եթե պարզվի, որ դու սուտ ցուցմունք ես տվել, դու էլ ես պատժվելու։ Կանչել եք, որ վախեցնեք։ Ինչի դու նոր հասկացար, որ վախենալու տեղ ունես։ Ես հասկանում եմ, որ շատ եք ուզում Դավիթին օգնել։ Դրա համար ինձ այսքան հարցեր եք տալիս, որ ինչ-որ բան իմանաք։ Չէ։ Ես ուղղակի ուզում եմ քեզ նորից տեղեկացնեմ օրենքների մասին։ Իմ բոլոր ասածները ճիշտ են, իսկ մնացածը թող դատարանը որոշի։ Մար։ Բարև, ո՞նց ես։ Լավ եմ, բոլես։ Դու ո՞նց ես։ Լավ եմ։ Ներս անցի։ Նախաճաշել ես։ Կուզես մի բան պատրաստեմ ուտենք իրար հետ։ Չէ, տանը կերել եմ։ Մաման չի թողնում տնից դուրս գամ, մինչև չնախաճաշեմ։ Բայց եթե ինչ-որ բան ես ուզում, ես կպատրաստեմ։ Չէ, չեմ ուզում։ Ուրախ եմ, որ նոնան այդքան լավ մամա է քեզ համար։ Ես գիտեմ, որ դուք խոսակցություն եք ունեցել, ու գիտեմ, որ վիճել եք։ Չեմ ուզում անդրադառնամ այդ թեմային, բայց մի բան ստիպված եմ ասել։ Ասելու ես, որ ես սխալ եմ։ Չէ, հասկանում եմ, որ անհանգստանում ես։ Ու այդ նորմալ է։ Դու ու նոնան իմ համար ամենակարևոր մարդիկ եք։ Ու ես չեմ ուզում, որ ձեր առանց այդ էլ թշնամությունը ավելի խորանա։ Ես ուզում եմ, որ գոնե դու մեկ-մեկ հասկանաս իրեն։ Ես ընդունում եմ, որ դժվար է, բայց հանուն ինձ։ Հասկանում եմ, որ նոնայի հետ բարդ է, բայց շատ եմ խնդրում։ Մար, բալես ես գիտեմ, որ նոնայի հետ բարդ է։ Ես գիտեմ, որ դու նոնային շատ ես սիրում։ Ես քեզ պահելու ու մեծացնելու համար իրեն ամբողջ կյանքս շնորհակալ եմ լինելու։ Բայց մեկ-մեկ չի լինում հասկանալու, չպատասխանել, կներես ինձ։ Արի այդ մասին չխոսենք, լավ։ Ես դրա համար չեմ եկել։ Հո բան չի եղել։
Եղել է, բայց լավ բան է եղել։ Ինչ է եղել։ Պատմի։ Բարի լույս։ Բարի լույս, ախպերս։ Ոնց ես, լավ քնեցիր, թե տպավորությունների տակ էիր։ Քնեցի էլի ես իմ։ Փաստորեն շուտով հարս ենք բերելու տուն։ Բայց ինձ ընդհանրապես այդ ամուսնու կարգավիճակում չեմ պատկերացնում, շատ խառը էմոցիաների տակ եմ, հասկանում ես։ Եթե անկեղծ ես էլ քեզ չեմ պատկերացնում որպես ամուսին։ Մամային ասելու ես, հրավիրելու ես։ Աբուլ, ոնց ես պատկերացնում նոնային ու մամային նույն վայրում։ Բայց Էլ ինչ բայց Աբուլ։ Սխալը մաման է եղել, ես էլ ոչ մի բան չեմ կարող փոխեմ։ Մաման նենց սխալ է եղել, որ ինձ ոչ մի քայլ անելու տեղ չի թողել, հասկանում ես։ Ոչ մի։ Գոնե Լիլիթին ասենք, կասեմ, որ Ռաֆին չասի այդ օրվա մասին։ Ինքը միշտ էլ ուրախ է եղել ձեր համար։ Չգիտեմ, Աբուլ։ Ես Մարիայի հետ կխոսեմ, եթե դեմ չլինի, այդ ժամանակ կասեմ։ Իմ համար մեկը Աբուլ։ Կարևորը Մարիան է, ուղղակի չեմ ուզում որ լարվի։ Աշխատանքի ես։ Հա, պիտի աշխատեմ, փող է պետք։ Ընտանիք եմ ուզում կազմեմ։ Բարև։ Նստի։ Փողը, որը խոստացել էի, հուսով եմ ասածներս հիշում ես։ Հիշում եմ հանգիստ տեղի, ու շարժվում եմ քո ասածներով։ Մի վախեցի։ Լսի, ես երբեք ոչ ոքից չեմ վախենում։ Այդ ինձնից եմ վախենում։ Ես լավ հիշի ու երբեք այս արտահայտությունը թույլ չտաս քեզ։ Ռուբենի մոտից եմ գալիս։ Ոնց կանչել էր։ Հա, կանչել էր։ Ու ասում էր կեղծ ցուցմունք տալու համար ինձ էլ է պատիժ հասնելու։ Հուսով եմ ցույց չես տվել, որ վախենում ես։ Ես այդքան միամիտ չեմ։ Հանգիստ տեղի։ Ու հետո ես Արտակի Շիրիմի առաջ խոսք եմ տվել, որ մարդասպանը պատասխան է տալու։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ մարդասպանը պատասխան տառավ։ Մամ, մի շաբաթից ես ու Դավիթը ամուսնանում ենք։ Չես խոսում։ Բա Դավիթի դատը։ Ինչ ենք անելու։ Դե, ես ավելի շատ իմ որոշումն է։ Ես Դավիթին շտապեցրել եմ, որովհետև Հասկացա։ Որովհետև վախեցել ես, որ չես հասցնի։ Մամ, մենք հիմա այն իրավիճակում ենք, որ ամեն արածի ու չարածի համար կարող ենք փոշմանել։ Իսկ ես նախընտրում եմ արածիս համար փոշմանել, ոչ թե չարածիս։ Ու հետո մեր սերը այնքան ուժեղ է, որ կհաղթահարի ես ամեն ինչը։ Ճիշտ ես։ Սերը միակ բանն է, որ մարդուն ապրեցնում է։ Կյանքի բոլոր դժվար պահերին, ամենախառը, ամենադաժան պահերին սերն է, որ մարդուն փրկում է։ Իսկ ամուսնությունը բալես մենակ ուրախ օրերի համար չի։ Դու պիտի պատրաստ լինես ամենադժվար օրերին, ամենաբարդ օրերին ու պատասխանատու լինես այդ օրերի համար։
Դու պատրաստ ես դրան։ Հա, մամ, ես պատրաստ եմ պայքարել։ Սերը միակ բանն է, որի համար արժի պայքարել, գիտես։ Ես այնքան ուրախ եմ, որ դու ինձ նման չես։ Որ դու գնում ես քոնի հետևից ու իմ սխալը չես կրկնում։ Հա, բայց ես վախենում եմ։ Ոչ թե վախենում եմ իմ որոշումից, այլ նրանից, որ Դավիթին կարող են դատապարտել։ Իսկ եթե դա լինի, Դավիթը կմտածի, որ ինձ այդ քայլով ցավեցրել է։ Ինքը ավելի շատ իմ ցավի մասին է մտածում, քան իր։ Հենց այդ է սերը, մար։ Սիրող մարդը մտածում է իր սիրելիի մասին ավելի շատ, քան իր։ Բայց դու չպետք է հանձնվես։ Դու պետք է Դավիթի կողքին լինես։ Դու պետք է սպասես Դավիթին։ Բայց կյանքդ չկանգնացնես այդ սպասելու ընթացքում։ Դու պիտի իրեն անընդհատ ուժ տաս։ Հա, մամ, ես զգում եմ, որ այս իմ ճանապարհն է, որ իմ սերը այս փորձությունը պետք է անցնի, որ ավելի ամրանա։ Ուրեմն ես ձեր կողքն եմ, բալես։ Մամ, դու կտաս չէ քո օրհնությունը։ Կգաս չէ հարսանիքիս։ Մար բանոնան։ Ես որ գամ ինքը չի գա։ Ես իր այդ տենց չեմ կարավարվեմ, բալես։ Ախր ինձ ճիշտ հասկացի, մար, պետք է կատ ժամանակ ինքն է քո ձեռը բռնել իմ փոխարեն։ Ինքը քո վրա տարիներ է ծախսել, մար։ Ես իր այդ տենց չեմ վարվի։ Բայց ես շատ եմ ուզում, որ դու գաս, ուզում եմ, որ կողքիս լինես, որ լիարժեք զգամ ինձ։ Բալես լիարժեք զգալու համար իմ ֆիզիկական ներկայությունը պարտադիր չի։ Ես քո կողքին եմ։ Ես քեզ այնքան լավ եմ զգում։ Ես քո զգացած սերն եմ զգում, մար։ Ես քո հետ եմ, բալես։ Ես չեմ գա։ Ես նոնայի հետ տենց չեմ կարավարվեմ, ես դրա իրավունքը չունեմ։ Այդ նշանակում է, որ ես պետք է ընտրեմ, բայց ես չեմ ուզում ընտրել։ Ուզում եմ, որ երկուսուդ էլ կողքիս լինեք, որ երբ հետ նայեմ, հասկանամ, որ այդ օրը ոչ մի պակաս բան չի եղել իմ կյանքում։ Մամ, ես հասկանում եմ քեզ, բայց չկա, մար։ Կա սեր, կա ներողամտություն ու կա հասկանալ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ այստեղ ամենակարևորը քո սերն է։ Իսկ եթե քեզ պետք է իմ օրհնությունը, ես իմ օրհնությունը քեզ ամեն րոպե եմ տալիս, ամեն վայրկյան եմ տալիս։ Ես գնամ, մի քանի բան ունեմ անելու, գնամ, որ հասցնեմ անել։ Կզանգես, հա։ Անպայման։ Եկար Ռաֆ ջան։ Ինչի կարոտել էիր, մամ։ Բա ինչ եմ արել։ Երբ ես տանը լինում, որ։ Մամ ջան, ես մտածեցի ու հասկացա, որ դու ճիշտ էիր։ Հիմա ճիշտ կլինի մի քանի օրով գնալ ստեղից։ Մի րոպե։ Բայց ինչի։ Ինչ որ ապացույցներ են գտել։ Չէ, մամ, ուղղակի ճիշտ կլինի մի քանի օր տեսադաշտում չերևալ։ Ես էլ եմ գալիս։ Չէ, մամա, ես մենակ եմ գնում։ Հիմա որ բոլորով գնանք, հաստատ մի բան կկասկածեն։ Քո այս արագությունը ինձ վախեցնում է, Ռաֆ։ Ինչ ես արել։ Մամ ջան, ոչ մի բան չեմ արել։ Ընդամենը հետևում եմ խորհրդիդ, վատա։ Դու իմ խորհրդին շուտ պետք է հետևեիր, տղա ջան։ Հիմա ինչ չգնամ։ Գնա, բայց մի պայմանով։ Ես պետք է իմանամ, թե որտեղ ես դու։ Լավ, մամ ջան, ոնց ասես։ Մի քանի բան վերցնեմ, դուրս գամ։ Բարև Աբուլ։ Մարիա, բարև, ոնց ես։ Լավ եմ։ Դու։
Դե դուք մեզ բոլորից նենց եք խառնել, որ մինչև հարսանիք վատ լինելու շանս չկա։ Աբուլ իմ մտքերն էլ են շատ խառը։ Չեմ կարողանում խնդիրների մասին մտածել։ Երևի երջանկությունից է։ Հաստատ։ Մարիա, մի բան եմ ուզում խնդրել։ Ասա։ Գիտեմ, որ Դավիթին ասել ես, որ ոչ մեկի այս նորության մասին ոչ մի բան չասենք, բայց գոնե կարող եմ Լիլիթիս ասել։ Կզգուշացնեմ, որ Ռաֆին ոչ մի բան չասի։ Աբուլ, այդ շատ կարևոր է քո համար։ Դե ոնց ասեմ, միշտ Լիլիթը իմ կողքին է եղել։ Ինձ մենակ չի թողել, օգնել է, նույնիսկ եթե հարցը քեզ ու Դավիթին է վերաբերել։ Դրա համար եթե չասեմ, երևի սխալ կլինի իմ կողմից։ Ճիշտ ես։ Լիլիթը իմ համար էլ է շատ բան արել։ Ես չեմ համոզում, եթե չես ուզում, կարող ենք չասել։ Ասա, Աբուլ, ասա, բայց խնդրում եմ քեզ, այնպես արա, որ էլ ոչ ոք չիմանա։ Լավ։ Հա, նոնա ջան, հասցնում ես ամեն ինչ։ Չէ, մամ, ոչ մի բան չեմ հասցնում անեմ։ Կհասցրես, մի անհանգստացի։ Ինչ ա պետք, ասա օգնեմ քեզ։ Մամ, ուզում եմ Մարիային մի քանի նվեր առնեմ։ Կօգնես միասին գնանք առնենք։ Իհարկե, կգնանք։ Դե ես գնամ պատրաստվեմ ու գնանք։ Գնա դու պատրաստվի։ Հա, Աբուլ։ Լիլ, ոնց ես։ Լավ, դու ինչ ես անում։ Ուզում եմ հանդիպենք։ Ինչ կասես։ Դե ես շատ կուզենայի, բայց Ռաֆը տանն է, չեմ կարող։ Պարզ է։ Ինչ որ բան ա եղել։ Լավ բան ունեի ասելու։ Դրա համար էի ուզում հանդիպենք։ Այսպես չես կարողանում ասել քո լավ բանը։ Դե այն ինչ որ պետք է ասեմ, բացի քեզանից ոչ մեկ պետքա չիմանա։ Չեմ հասկանում, առաջի անգամ ես ինձ վստահում։ Մի շաբաթից հարսանիքի ենք։ Ինչ։ Մարիայի ու Դավիթի հարսանիքն է։ Չեմ հավատում։ Այս ինչ լավ բան ասացիր, հեսա ուրախությունից կպարեմ։ Չեմ հավատում, որ հազիվ այսքան վատ բանի մեջ մի լավ լուր լսեցի։ Լիլ, կամաց։ Մի մոռացի, որ քեզանից բացի ոչ մեկ պետքա չիմանա, հատկապես Ռաֆը։ Դու արդեն կամաց որոշի, թե ինչ հագուստ ես հագնելու ու ինչ պետք է ասես տանը, որ այդ օրը ուշ ես տուն գնալու։ Ես հավատա ամեն հնարավոր բան կանեմ, որ տանից դուրս գամ։ Գիտեի, որ կուրախանաս։ Դե հա, բնականաբար։ Ես ուզում եմ, որ բոլորն էլ գտնեն իրենց երջանկությունը։ Դե մի օր էլ աղբերս կգտնի իր երջանկությունը։ Անպայման։ Լավ, կզանգեմ։ Լավ։ Մամն այս սիրուն, հա։ Ես եմ ուզում ընտրել, ինչ կասես։ Մամ։ Չես պատկերացնի հիմա ինչ եմ զգում, մար։ Մար, իրականում շատ եմ պատկերացրել այս օրը, բայց հիմա որ սենց քեզ տեսնում եմ, այսքան սիրուն, այսքան երջանիկ։ Ամենաուժեղ պատկերացումներն էլ չեմ կարող համեմատեմ այս իրականության հետ։ Մար, սենց նայում եմ քեզ ու ամբողջ կյանքս աչքիս առաջով անցնում է։
Հիշում եմ ոնց առաջին անգամ ձեռքս բռնեցիր։ Առաջին քայլերդ, ոնց առաջին անգամ ինձ մամ ասեցիր։ Ու հիմա քեզ որ սենց տեսնում եմ նոր կյանքի շեմին։ Մամ։ Մար մի բան եմ ուզում քեզ խնդրեմ։ Միշտ կպահես սերդ։ Ու սերը մենակ ուրախ օրերի համար չի, որ իրար ձեռք բռնեք ու կողք կողքի քայլեք։ Սերը նաև դժվար օրերի համար է։ Քո կյանքում օրեր են գալու, որ նեղվելու ես, հոգնելու ես, կասկածելու ես։ Բայց այդ օրերին պիտի իրա կողքը լինես։ Պիտի ամենադժվարին պատրաստ լինես։ Մենակ երջանկությունը չէ, պիտի ցավնել կիսես։ Այդ ընտրությունը համար, որը ամեն օր նորից ու նորից անելու ես։ Մարես զգեստը, որ հիմա կրում ես, սովորական զգեստ չի։ Այս մաքրության խորհրդանիշը, այս այն օրն է, որ քո կյանքի ամենամաքուր խոստումը պիտի տաս, որ տան դուռը պիտի բացես ոչ միայն երջանկության սպասելով, այլ ինքդ էլ պիտի երջանկություն տաս։ Երջանիկ եղի, բալես։ Սիրի ու թույլ տուր, որ քեզ սիրեն։ Թող այսօրը քո հիշողություններում մնա ոչ թե ուղղակի տոն, այլ որպես մի ամբողջ կյանքի համար երջանիկ լինելու խորհուրդ, որ ամբողջ հոգովդ երջանիկ լինես։